Սիրելիներս ողջույն, այս համեղ և գեղեցիկ աղցանի տեսանյութը դիտեք կարճ գովազդից հետո։ Այս համեղ աղցանից ես իմ ալիքում ունեմ ներկայացրած, բայց այս անգամ որոշեցի ներկայացնել ավելի գեղեցիկ տարբերակով։ Ուրեմն խորանարդաձև կտրատած կարտոֆիլը խաշել եմ թույլ աղով, ավելացնում եմ կտրատած գլուխ սոխը, թարմը քերած գազարը, մանրեցրած չորացրած նանան, շատ համեղ են ստացվում այս 3-4 մթերքներն իրար հետ, համեմում եմ աղով, սև պղպեղով և բուսայուղով, այս ամենը խառնում ենք, մի 5 րոպե թողնում ենք մնա, հետո նոր ձևավորում ենք աղցանը։ Աղցանը ձևավորելու համար մեզ նաև պետք է ապխտած ձուկ, շատ համեղ է ստացվում սիրելիներս, անչափ համեղ, մի անգամ եթե փորձեք կդառնա ձեր խոհանոցի մշտական աղցաններից մեկը։ Այս անգամ որոշել եմ այսպիսի ձևավորում տալ, ձևավորելուց կնշեմ ինձ համար ինչը ինչ է, այսպես ասած մթերքները որը ինչ եմ պատկերացնում, կլոր ափսեի մեջ ավելի գեղեցիկ է ստացվում, այդպես պատրաստել էի դուրս շատ էր եկել, բայց այս անգամ այդ հարմար ամանը չգտա և որոշեցի, որ այս քառակուսի ամանի մեջ դասավորեմ։ Ուրեմն պատրաստի աղցանը կիսում ենք երկու մասի, մի մասը լցնում ենք ներքևի հատվածում, մեջտեղը դասավորում ենք ապխտած, մանրեցրած, փշերից հեռացրած սիկ ձուկը և վրայից նորից աղցան ենք լցնում։ Եթե ձեզ մոտ փորձնական կանեք, կուզեք, որ այս նույն ձևը տալ, աշխատեք փոքրիկ աման վերցնել, որպեսզի բարձրությունը մի քիչ գեղեցիկ լինի, որ սալատը իր տեսքը ունենա։ Այսպես ծածկում եմ, թողնում եմ մի 10 րոպե, որպեսզի մի հատ նստի, հետո ձեռքով ամրացնում ենք։ Հիմա այստեղ ձևավոր հազարի տերևներ եմ դնում, դիտավորյալ այնպես եմ դնում, որպեսզի թանաքագույնը լինի երեսի մասը։ Ես այն համարեցի, քանի որ ձկով եմ պատրաստել, համարեցի ջրի մուռները։ Մտքովի պատկերացրեցի, թե սա ակվարիում է, ներքևի մասում կլինեն ջրի մուռները, մեջտեղի մասում այդ կարտոֆիլը, սոխը, գազարը կլինեն ձկների մի այլ տեսակ, իսկ հիմնական ձկնատեսակը կլինի սիկ ձուկը, այսպիսի բան մտածեցի, իսկ աղի ձողիկները կլինեն ընդհանուր ակվարիումի պատերը։ Դա էր իմ պատկերացումով։ Ընդհանուր աղցանի շուրջը ձևավորում ենք աղի ձողիկներով։ Եզրերին աղի ձողիկները թարմը ուտելուց շատ համեղ է, բայց մի քիչ որ երկար է մնում, արդեն փափկում է։ Պետք է ձևավորեք մատուցելուց առաջ։ Հավասար ձողիկներ չեք վերցնում, կարճ ու երկար եք անում, որպեսզի գեղեցիկ լինի։ Եթե աղցանի շուրջը չի հավաքվի ձողիկները, չի կպնի, մի փոքր սիկ ձկան այդ տարածքը կամ մայոնեզ արեք կամ թթվասեր, որպեսզի ձողիկները կպնեն։ Վերջում այսպիսի տեսք եմ տվել, մի թեթև կանաչիով կապել եմ, ինձ թվում է գեղեցիկ ստացվեց, դուք էլ փորձեք, և համեղ է, և գեղեցիկ։